Պարոն նախագահ, Արցախի հանձնման և 44-օրյա պատերազմի ժամանակ այդ իրողությունները դուք այսպիսի գնահատական տվեցիք, ասացիք, որ եթե Նիկոլ Փաշինյանը գործող կառավարությունը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն, ինչ արեց։ Ինչ եք կարծում, այս իրավիճակում ևս Թուրքիայի գործակալը նույն ձև կվարվեր։ Նույնպես ուղղակի սպանում են Հայաստանի գյուղատնտեսությունը, ենթադրաբար թուրքական ապրանքների համար ճանապարհ բացելու նպատակով։ Այլ բացատրություն այս ամենը ուղղակի չկա։ Կամ մարդիկ պետք է իսկապես ինչ-որ մոլուսկով տարապեն անպայման sense հետևից ընկեն մեր ժողովրդի, գյուղացիների կամ իսկապես կատարում են հրահանգ։ Միգուցե ավելի մոտ է հենց երկրորդ տարբերակը։ Եվ դա ուղիղ կախման մեջ կդնի փաստացի Հայաստանը Ադրբեջանից և Թուրքիայից, ճիշտ եմ հասկանում։ Ոչ թե կախման մեջ։ Ինքը որ sense կզացած վիճակում է, ինքը ուզում է նաև ամբողջ մեր գյուղատնտեսությունը, մեր տնտեսությունը կզացած վիճակում լինի այդ երկրների առջև։ Սա է։ Նաև երեք տեղի ունեցավ հեռախոսազանգ Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Պուտին, ինչից հետո միգուցե այս իշխանությունը փորձում էր դա շահարկել, որ տեսեք մեր հարաբերությունները այսքան լավն են, բայց այսօր առավոտյան կոմերսանտը գրել էր, որ դա ոչ մի բան չի նշանակում եւ Ռուսաստանը չի փոխել իր վերաբերմունքը։ Հեռախոսազանգից հետո մի քանի ժամ հետո ուղղակի հայտարարվեց նոր սահմանափակումների մասին, գրեթե ամբողջ sense մրգային sense խումբ ապրանքների սահմանափակվեցին։ Ամբողջությամբ հայտարարվեց դա երեք։ Ես կարծում եմ, որ հեռախոսազանգը եղել է, այսպես ասենք, բան էլի, sense ծննդի բան, sense ավելի շատ ֆորմալ ինչ որ զանգ էր։ Եթե նման զանգերը ունենալու են այսպիսի հետևանքներ, մենք բոլորս պետք է ուղղակի դիմենք, խնդրենք Փաշինյանին, ոչ մեկի հետ հեռախոսով չխոսա։ Եթե ամեն հեռախոսազանգ այսպիսի աղետների է բերում, մի խոսա էլ է, հերիքը։